Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են։ Սա թերևս Ջորջ Օրուելի հեղափոխական հույսերի խորտակման մասին դասական առակ վիպակի ամենահայտնի արտահայտությունն է։ Սեփական նախաձեռնությամբ թարգմանիչ Արտաշես Էմինը վիպակին անդրադարձել է դեռ 80-ականների վերջին, սակայն հայտնի պատճառներով գործը չի տպագրվել։ Տարիներ անց այն մտավ Ապոլոն հրատարակչության 5 վիպակ ժողովածուի մեջ։ Սովետում ծնված մեծացած ցանկացած մարդ չէր կարող չգնահատել այս գրքի խորը նշանակությունն ու գրավչությունը, որտեղ այդքան սեղմ, այդքան ցայտուն արտահայտել այդ ամբողջ նողկանքը, որ մենք բոլորս քիչ թե շատ խոհող մարդիկ, այսինքն հասկացողներ ունեին համակարգի հանդեպ, հնարավոր չէր։ Սա ոնց որ, այսինքն հիմն է լինել էլի մի ամբողջ սերնդի, ովքեր որ ձեռք էին գցել։ Անասնաֆերման այժմ հնարավոր է ձեռք բերել առանցին գրքով։ Այն վաճառվում է Երևանի բոլոր գրախանութներում։ Արտաշես Էմինի թարգմանությամբ վիպակը լույս է ընծայել Անտարես հրատարակչատունը։ Առաջին անգամ 1945 թվականին լույս տեսած ստեղծագործությամբ ամերիկյան հայտնի հեղինակը իր առջև դրված երկու խնդիր լուծեց։ Քաղաքական արձակը վերածեց արվեստի եւ ջախջախեց խորհուրդների մասին առասպելը։ Մայրաթորի հրատարակչական բաժնի նախաձեռնությամբ ռուսերեն լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վալերի Թունյանի նոր մեծածավալ աշխատությունը։ 19-րդ դարի հայոց հայրապետների մասին մենագրությունների շարքից է։ Քրիմյան հայրիկի հայրապետությունը պրոֆեսոր Թունյանի 20 տարվա աշխատանքի եւ հետազոտությունների արդյունքն է։ Պատմաբան Վալերի Թունյանի ուսումնասիրությունների շրջանակը 19-րդ դարն է եւ 20-րդ դարասկիզբը։ Այդ ժամանակաշրջանի ականավոր հայ կաթողիկոսների մասին նրա աշխատությունները ոչ միայն կենսագրական, այլև հետազոտական, պատմական եւ վերլուծական համեմատական հարուստ նյութ են տրամադրում։ Գիրքի հիմքը կազմում են արխիվային նյութերը Ռուսաստանի Դաշնության, Մոսկվայի, Լենինգրադի, Վրաստանի, ինչպես նաեւ Հայաստանի արխիվային նյութերը։ Առաջ անգամ այս ծավալով ներկայացնում է Քրիմյան հայրիկի ազգանվեր գործունեությունը, քաղաքական, հասարակական եւ որպես եկեղեցական գործիչի։ Ցույց են տրվում այս շրջանի բարդությունները, իրենց առանձնահատկությունները, օրինակ ծխական դպրոցների փակումը եւ նրա բարենորոգման քաղաքականությունը։ Գիրքը հնարավոր է ձեռք բերել Մայրաթորի 2 գրատներում, որոնք գտնվում են Էջմիածնում, Մայրաթորի տարածքում եւ Երևանում Ամիրյան 11 հասցեում։ Հերմինե Հակոբյան, Վարդգես Մանուկյան, Մշակութային ազդագիր։